Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի, հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդի եւ Հայաստանի նախագահի հրավերով հունիսի 24-ից 26-ը Հայաստան է ժամանում Հռոմեա կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոս առաջին պապը։ Այց առաջին քրիստոնյա երկիր։ Ազատության հետ զրույցում եպիսկոպոսած ժողովի գրասենյակի տնօրեն Զաքարիա Վարդապետ Բաղումյանը ուշագրավ համարեց այն հանգամանքը, որ քրիստոնեական ամենամեծ եկեղեցու առաջնորդը Հայաստան կատարելիք իր երրորդյա այցը անվանում է ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր։ Հայր Զաքարյանն ընդգծում է, Հռոմի պապը կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդը լինելուց բացի նաև Վատիկան պետության ղեկավարն է եւ առաջիկա օրերին պապի այցը աշխարհի ուշադրությունը եւս մեկ անգամ կսևեռի Հայաստանի վրա, որը փոքր, բայց իր ազգային եւ քրիստոնեական նկարագրով սրբազան երկիր է։ Շատ կարևոր է, որպեսզի աշխարհը եւս մեկ անգամ լսի Հայաստան աշխարհի մասին, եւս մեկ անգամ լսի մեր ցավերի մասին, բայց նաեւ տեսնի, որ այս աշխարհում շրջապատված լինելով ոչ դրացի հարևաններով քրիստոնեության կղզյակը ապրում է իր ազգային նկարագրով, ունի անկախ պետություն, ունի 2000-ամյա առաքելական Սուրբ եկեղեցի, որի այցի է գնում քրիստոնեական ամենամեծ եկեղեցու առաջնորդը։ Եվ այս առումով իսկապես շատ հետաքրքրական է Հռոմի պապի այդ շեշտադրությունը ուխտագնացություն։ Իսկապես ուխտագնացություն է առաջին քրիստոնյա երկիր եւ մենք իբրև առաջին քրիստոնյաներ, մեր սիրտը, մեր հոգին բաց է ընդունելու Հռոմեա կաթոլիկ եկեղեցու առաջնորդին եւ մեր ժողովրդի եւ մեր եկեղեցու լավ բարեկամին։ Նշենք, որ Հռոմի պապին այցելության ժամանակ կուղեկցի 30 անձ, պապի ինքնաթիռով Հայաստան են ժամանելու նաև 70 լրագրողներ, եւս 600 լրագրող արդեն հավատարմագրվել է այս այցը լուսաբանելու համար։ Երևան ժամանելուց անմիջապես հետո Ֆրանցիսկոս առաջինը ուղևորվելու է Մայրաթոր Սուրբ Էջմիածին, որտեղ նրան դիմավորելու են բազմահազար ուխտավորներ Հայաստանից եւ արտերկրից։ Շաբաթ առավոտյան արդեն Հռոմի պապը Գարեգին երկրորդի հետ այցելելու է Ծիծեռնակաբերդ, որտեղ նրանց դիմավորելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Ինչպես Ազատության հետ զրույցում նշեց հայր Զաքարյան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում պապը ջրելու է իր անունից տնկված ծառը, նաև Գարեգին երկրորդի հետ միասին բարեխոսական աղոթք են հնչեցնելու։ Նշենք, որ 2015 թվականի ապրիլի 23-ին հայ առաքելական եկեղեցին սրբադասեց հայոց ցեղասպանության նահատակներին եւ շաբաթ օրը երկու հոգեվոր առաջնորդները խնդրելու են բյուրավոր նահատակների բարեխոսությունը երկու եկեղեցիների համար։ Դրանից հետո երկու հովապետները կմեկնեն Գյումրի, որտեղ լատինացես պատարագ է նախատեսված։ Գյումրիից Ֆրանցիսկոս առաջինը օդանավով վերադառնալու է Երևան, որտեղ շաբաթ երեկոյան Հանրապետության հրապարակում երկու հովապետերը խաղաղության աղոթք կհնչեցնեն։ Այդ օրը մենք սպասում ենք, որ շուրջ 50-ից 60 հազար հայորդիներ պիտի գան մասնակցելու իրենց աղոթքով, իրենց աղոթքը խառնելու երկու հովապետերի աղոթքին հանուն աշխարհի խաղաղության, երկու եկեղեցիների հովապետերը, առաջնորդները իրենց աղոթներում կհիշեն ընդհանրապես աշխարհում այսօր տարապող մարդկանց եւ կաղոթեն խաղաղության համար։ Մտածում ենք, որ պիտի լինեն նաեւ մերձավոր արևելքից հայորդիներ, որոնք պիտի մոտենան ստանալու երկու հովապետերի օրհնությունը։ Եվ սա իսկապես մեզ համար որպես եւ եկեղեցի եւ ժողովուրդ կարեւոր մի պահ է, երբ որ այլ եկեղեցու քրիստոնեական ամենամեծ եկեղեցու առաջնորդը մեր եկեղեցու առաջնորդի, մեր եկեղեցու գահակալի հետ միասին պիտի աղոթեն հանուն աշխարհի խաղաղության։ Այցի վերջին օրը Կիրակի Մայրաթոր Սուրբ Էջմիածնում կմատուցվի Սուրբ Պատարագ, որտեղ հայ ժողովրդին իր օրհնությունը կբերի նաև Ֆրանցիսկոս պապը։ Դրանից հետո արդեն երկու հոգևոր հայրերը կայցելեն Խորվիրապ, որտեղից սկիզբ է առել հայոց քրիստոնեությունը։ Իսկ այնտեղ 14 տարի ճգնած հայ հավատքի հայր Գրիգոր Լուսավորիչը ոչ միայն հայ եկեղեցու, այլև համաքրիստոնեական սուրբ է համարվում։ Խորվիրապի գբից, որտեղ որ մեր կենթանի լույսը, մեր հավատքի հայրն է ճգնել, այնտեղից լույս դուրս կբերվի, նրանք կվարեն իրենց մոմերը, այնուհետև կբարձրանան այդ բեմահարտակ, որտեղից որ հրաշալիորեն երևում է բիբլիական Արարատը, խորհրդանշական կերպով երկու աղավնիներ բաց կթողնեն հանուն խաղաղության։ Սա իսկապես հետաքրքրական մի հուզիչ արարողություն պիտի լինի։ La cultura del provvisorio. Իդեպ Ֆրանցիսկոս պապը երրորդյա այցի ընթացքում բնակվելու է Մայրաթորում, ինչպես նշեց հայր Զաքարյան, սովորաբար պապերը իրենց այցելությունների ժամանակ հանգրվանում են հյուրանոցներում, սակայն դեռևս 2001-ին Հովհաննես Պողոս II-ը Հայաստան կատարած իր այցելության ժամանակ բացառություն արեց եւ մնաց Մայրաթորում։ Եվ այս պապը նույնպես ցանկություն է հայտնել մնալու Մայրաթորում, վայելելու այն ջերմ մթնոլորտը, որ կա մեր Սուրբ Էջմիածնում, որովհետեւ Սուրբ Էջմիածինը ոչ միայն մեզ համար է
սրբավայր, այլ նաև ընդհանրապես համայն քրիստոնեության համար, որովհետև սա այն վայրն է, որտեղ որ ըստ համաքրիստոնեական Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի իջավ միածին որդին եւ ցույց տվեց այն տաճարը, այն վայրը, որտեղ որ պիտի լիներ ամենայն հայոց կաթողիկոսության կենտրոնը։